Ես հիմա կդիտեմ հատուկ ծրագրով, թե որքան եմ քայլել։ Հարգելի ընկերներ, ողջույն, ձեզ այդ Խաչիկն է, մենք գտնվում ենք Բաղրամյան պողոտայի վրա, շարժվում ենք դեպի օպերա, մենք պարզապես մի փոքր կշրջենք քաղաքով, կնկարանենք, տեսնենք, թե արդյոք ինչ կնկարահանի մեր տեսախցիկը, ինչ հետաքրքիր բան կգտնենք այսօր քաղաքում։ Թեմատիկան ազատ է այսօր, որևէ հստակ ուղղվածություն չկա, պարզապես դուրս եմ եկել քայլելու և մի հետաքրքիր բան գտնելու։ Ես հավատում եմ, որ մեր տեսախցիկը այսօր կֆիքսի բազում հետաքրքիր բաներ։ Դե ինչ գնացինք։ Մինչ հասնելը խնդրում եմ ձեզ գրել մեկնաբանություններում, թե շաբաթական քանի օր և արդյոք կան այդպիսի օրեր, որ դուք նվիրում եք քաղաք իջնելուն, ինչ եք անում քաղաքում, ինչով եք զբաղվում, որ սրճարանն եք այցելում, ունեք արդյոք սիրված սրճարան և նմանատիպ այլ հարցերի պատասխաններ, որոնք ես ակնկալում եմ կարդալ արդեն մեկնաբանություններում, մոտակա բլոգի շրջանակներում, այնպես որ սպասում եմ։ Հարգելի ընկերներ, արդեն հասնում ենք օպերա և բալետի ազգային ակադեմիական շենքի մոտ, կուլտուրական արտահայտվենք կամ մեր բոլորի սիրված օպերայի մոտ, սակայն իհարկե մինչ այդ ես ձեզ ունեմ ներկայացնելու մի հրաշալի վայր ցուցադրելու, որի կողքով ես երբեք անտարբեր չեմ կարողանում անցնել, երբեք։ Այսպիսի պարզապես հրաշալի նկարներով լի վայրում մարդ ակամա իրեն հիանալի է զգում, մանավանդ երբ շատ մոտ է արվեստի որևէ ճյուղին, ես նկարել շատ եմ սիրում, մանկուց դեռ նկարում էի տարաբնույթ, իհարկե ոչ ինչ-որ մեկին կամ ոչ ինչ-որ պորտրետ, այլ պարզապես աբստրակտ տեսակի նկարներ էի նկարում, դա ժառանգել եմ հորիցս, ով բացի երաժիշտ լինելուց նաև ֆանտաստիկ կերպով լուսաբանում է իր ներքին աշխարհը նկարների տեսքով նաև
Եթե գտնեմ տանը, մի օր խոստանում եմ ցուցադրել բոլոր նկարները, տանը կախված կան նկարները օրս, բայց բացի կախված նկարներից նաև պետք է լինեն բազմաթիվ այլ նկարներ, ես խոստանում եմ փնտրել եւ կիսվել ձեզ այդ բոլոր նկարներով։ Տեսեք թե ինչ հրաշալի շենքի կողքով ենք անցնում։ Ավելորդ եմ համարում կրկնել, թե որ շենքն է դա։ Բոլորը գիտեն այս շենքի մասին, անգամ օտարերկրացիները։ Մոտենում ենք Մեղեդի սրճարանին, այս տարածքում Բաղրամյանի և Մաշտոցի պողոտայի արդեն տարածքում իմ ամենասիրելի սրճարանը դա հենց Մեղեդի սրճարանն է, որը տեղակայված է օպերայից մի քանի մետր այն կողմ։ Գրեք, խնդրում եմ մեկնաբանություններում կրկին անգամ հորդորում եմ, խնդրում եմ, թե որն է ձեր ամենասիրելի սրճարանը, եթե կա այդպիսին է Երևանում։ Մեղեդին դեռ մանկուց եղել եմ կողմից շատ սիրված, այցելել եմ և այցելում եմ մինչ օրս։ Ոչ թե նրա համար, որ այդ սրճարանում Հայաստանի չափումներով ամենացածր գներն են, այլ նրա համար, որ այս սրճարանը ինձ հոգեհարազատ է։ Այստեղ շատ հաճելի է նստելը, վայելելը մեկ գավաթ սուրճը կամ թեյը կամ հյութը, նամանավանդ ամառվա տապին դրսում ենք նստում իհարկե, տեսեք այստեղ իմ ետևում է գտնվում, ինչապես և մոտենում ենք կրկին անգամ իմ կողմից ամենասիրված պրոսպեկտին, արդեն պրոսպեկտի վրա ենք, Մաշտոցի պողոտայի վրա ենք, բոլորը այն ճանաչում են որպես պրոսպեկտ։ Ինչով է սիրված այս պողոտան ինձ համար, քանի որ այստեղ գտնվում է Արենա բոուլինգ ակումբը, ասեմ, որ բազմիցս այցելել եմ այդտեղ, եղել եմ բազմակի չեմպիոն մրցաշարերում, որոնք կազմակերպվել են, և առհասարակ բոուլինգը դա իմ տարերքն է, և բոուլինգը և ֆուտբոլը ես պաշտում եմ։ Պարզապես հավասարաչափ մի օր խոստանում եմ ներկայացնել արդեն բլոգի շրջանակներում Արենա բոուլինգ այցելությունը, այն կլինի երևի թե շատ շուտով և կհանձնվի ձեր դատին, այնպես որ սպասեք։ Հիմա ներկայացնեմ, թե ինչպես էր անցնում իմ չեմ ասի մանկությունը, որովհետև բոուլինգի ժամանակահատվածը դա իմ ուսանողական տարիներն էին և ինչ ենք անում։ Ուրեմն ամեն կիրակի գալիս ենք դեպի բոուլինգ 4-5 ընկերով թիմ ենք կազմել, 4-5 հոգանոց, այդպիսին են կանոնները և մրցում ենք մյուս թիմերի դեմ, շատ անգամ ենք հաղթել, սակայն այստեղ չեմ կարող չհիշատակել այս տեսակետից բոլոր առումներով առաջատար և լավագույն Մարլենին։ Մարլեն, եթե դու ինձ տեսնում ես, ես քեզ ողջունում եմ, ինչու ես նրան հիշատակեցի, որտեղ նա անվիճելի վարպետն էր և առաջատարն էր բոլորիս միջև, երբ կազմակերպվում էր բոուլինգ առաջնություն։ Եղել են մի քանի դեպքեր, երբ Մարլենին հաղթել ենք, ուրախացել ենք, սակայն իհարկե վերջում հասկացել ենք, որ հաղթում է ոչ թե բոուլինգը կամ սպորտը, այլ հաղթում է ընկերությունը և ընկերներին, անկախ նրանից, թե նրանք տվյալ դեպքում քո մրցակիցներն են սպորտի մեջ, թե ոչ, պետք է միշտ հարգել և բարձր գնահատել։ Մարլենը մեր իհարկե լավ ընկերն է, նրա հետ շատ վաղուց չենք հանդիպել, չենք շփվում, բայց համոզված եմ, որ նրա հետ ամեն բան կարգին է։ Շարունակելով բոուլինգի թեման, այսպիսով ինչ էր հասնում շահողին, սա շատ զվարճելի է իրականում, շահողին հասնում էր 1 ժամվա անվճար բոուլինգի կտրոն։ Մենք երևի գրեթե մշտապես մի 3 ժամվա
արդեն աբոնեմենտ ունենք եւ կային այլ շահումներ իհարկե օրինակ triple-ի դեպքում 3 անգամ իրար հետևից strike անելու դեպքում ինչ որ բան էր հասնում բարից 4 անգամ եւս շատ ավելի մի թանկ բան եւ մի անգամ այնպես էր եղել որ մեզ արդեն չէին բերում շահումները որովհետեւ բոլոր լավ իմաստներով ցալ չհասկանաք իհարկե բերում էին բայց արդեն հոգնել էին այնքան ենք մենք իրար հետևից բոլորով strike-էր խփում որ բառը արդեն դատարկվել էր մեր պատճառով, այսպես կանվանեմ, իհարկե փոխաբերական իմաստով, այսպիսի միմիայն լավ հիշողություններ ուշեր կապված հանրահայտ Arena Bowling-ի հետ եւ ինչ ենք անում bowling-ից հետո այցելում ենք մի փոքր ավելի վերևում գտնվող KFC մի լավ fast food ենք ուտում, չենք իմանում այն ժամանակ որ դա իհարկե շատ վնասակար է, սակայն դա էլ ունի իր քաղցրությունը եւ այդ ժամանակները միշտ հիշվում են։ Շարժվում ենք դեպի առաջ։ Ինչպես գիտեք ինքներդ բացվել է այս հանրահայտ գետնանցումը շատ վաղուց, որը ներքևի հատվածում իրենից ներկայացնում է մի մեծ կարծես թե առևտրի սրահ, նույնիսկ երբեք չեմ եղել, այնպես որ փորձենք մտնել եւ դուրս գալ մյուս կողմից, տեսնենք ինչ կա ներսում։ Տեսնենք արդյոք իմ ասածները կարող են համապատասխանել իրականությանը, արդյոք այստեղ կա առևտրի մի մեծ սրահ, ինչպես ես ենթադրում եմ, կարծես թե այո, բայց այստեղ սուպերմարկետ է եւ այս կողմերից խանութներ, տարբեր տիպի եւ շորի եւ այլ բավականին հաճելի է, տեսեք առևտուր անելու համար տարբեր տիպի խանութներ են, տարբեր այսպես ուղղվածությունների, ինչպես Դալմայում օրինակ եւ բացի դրանցից ես այստեղ ոչինչ չգտա, որևէ արտառոց, կնշեմ, որ ֆանտաստիկ գեղեցկությամբ է պատրաստված այս գետնանցումը։ Ձեր խաթրը այստեղից իջա, այնտեղից բարձացավ, հաստատեցի մի շարք հեղինակային իրավունքի խախտումներ երաժշտության տեսքով, տեսնենք թե ինչ արձագանք կտա YouTube-ը արդեն տեսանյութը տեղադրելուց, ոչինչ կփոխենք երաժշտությունը, որը խնդիր չկա։ Այստեղ գտնվում է շատ գեղեցիկ, հաճելի, այսպես նեղ մի այգի, Արամի փողոցն է, գտնվում է այստեղ նաև հանրահայտ եւ երիտասարդության կողմից մեծ վայելում ունեցող Դարգետ սրճարանը։ Իդեպ խնդրում եմ գրել մեկնաբանություններում, արդյոք ձեզ դուր է գալիս իմ այս ակնոցների մոդելը, սազում է թե ոչ եւ արդյոք արժի սա կրել, թե գնել որևէ նորը, էլ ավելի գեղեցիկը, իմ կարծիքը, ձեր կարծիքը ներողություն շատ հետաքրքիր է ինձ եւ ինչու ոչ ես կարող եմ նաեւ դրա վրա հիմնվել։ Իմ շուրջ ուշադրությունը ձեր գրավեմ այն փաստի վրա, որ իմ շուրջ այսօր հենց Մաշտոցի պողոտայից սկսած յուրաքանչյուր երկրորդ անձնավորությունը ռուս է, ռուս երիտասարդ, զույգ, աղջիկ, կին, կարծում եմ հասկանում եք ինչի մասին եմ խոսում, ախ ինչքան եմ ես սիրում այս հրաշալի պողոտան, ինչքան հաճելի պահեր է այնից պարգևը իմ ուսանողական տարիներին, պարզապես խոսքերով չեմ կարող նկարագրել, բայց կարող եմ կրկին անգամ սկսել այցելել եւ կերտել մի նոր պատմություն, որը կլինի այլ ավելի լավը, քան
ուսանողականներ։ Շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ, թեքվեցինք արդեն սա սուպերմարկետի փողոցից։ Շատ վաղուց չեմ եղել քաղաքում, շատ վաղուց, 2 ամսից ավել։ Իհարկե պետք է այսուհետ լինեմ ռեգուլար, քանի որ դա իմ աշխատանքի բնույթն է այլևս ձեզ ներկայացնել հետաքրքիր է։ Քամին կրկին բարձրացավ, շատ սառը, հասանք արդեն Հանրապետության հրապարակ։ Շարունակենք քայլելը, արդեն հասկացաք, որ պետք է անցնենք Հյուսիսային պողոտայով, հիմա Աբովյան փողոցի վրա ենք, նույնպես ամենա ակտուալ և ամենամեծ պահանջարկ ունեցող փողոցն է Երևանում, և դա չի կարող քննարկվել, ես նկատի ունեմ մանգալու տեսակետից իհարկե, և հենց նոր անցանք մեր մանկության ամենահամեղ պիցցայի կետի, Պիցցա դի Ռոմայի կողքով, նաև կընդգծեմ այդ շարքից Queen Burger-ը, որոնք այդ երկուսը այսպես հին ժամանակներից եկող բոլորիս մի լավ կերակրած այսպես օբյեկտներն են, կետերն են սննդի, որոնք գործում են մինչ օրս։ Այդ տեսակետից նրանց պետք է ծափարել, իհարկե։ Հարցնում ենք Հյուսիսային պողոտայով դեպի օպերա, այսօր պողոտան լեցուն չէ, դատարկ է, բոլոր այստեղ աշխատողները, նկարիչները, շնիկները, որոնք երբեմն լինում են, նույնպես չկան, դատարկ, ինչ-որ իրավիճակ է, ամենայն հավանականությամբ կապված է այն բանի հետ, որ ազատ օր է, բայց կիրակի, չնայած չեմ հասկանում, թե ինչ կապ պետք է ունենա կիրակին Հյուսիսային պողոտայի հետ, ինչևէ։ Այստեղ տեղակայված է հայտնի բրենդերից մեկը Նյու Յորքերը, որը գնել եմ իհարկե այդտեղից շորեր, ինձ էլ են գնել բազմաթիվ անգամ, բայց դա իմ սիրած բրենդերից հանգում չի մտնում։ Դու կարող եք գրել մեկնաբանություններում, թե որն է ձեր ամենասիրած բրենդերը, որոնք կան հայկական շուկայում, շորի նկատի ունեմ, սիրով կկարդամ։ Հարգելի ընկերներ, ողջույն, շարունակում ենք մեր ավելի շուտ սկսում ենք մեր հերթական վլոգը։ Այսօր որոշել եմ քայլել դեպի մոնումենտ։ Երեք ծաղկածոյք ծաղիքներ են աղբերս։ Մերսի։ Բոլորի կողմից սիրված հարցը Երևանում, հենց տեսնում են տեսախցիկով մեկին, անմիջապես պետք է ճշտեն, թե նա որտեղից է, ով է և այլն։ Շարժվելով դեպի մոնումենտի հայտնի արձանը, մոնումենտում տեղադրված ավելի ճիշտ, շարունակում ենք մեր զրույցը, իհարկե մոնումենտը ասոցիացվում է ինձ հետ մեր ատրակցիոնների մանկությանը տեսած կարուսելների հետ, համոզված եմ, որ բոլորիդ հետ է դա ասոցիացվում, հաղթանակ զբոսայգու մասին է խոսքը։ Մոռացած ես ցուցադրել գնված ծաղիկները, նախորդ անգամ
գնելով մեր կանգառից ավելի էժան արժեին, իհարկե զուտ գնի տարբերության պատճառով եմ այս թեման բացում։ Այլապես այս ծաղիկներին որքան էլ վճարես դեռ քիչ է, քանի որ ձմռան օրերին գնելով այս ծաղիկը այն մեր մոտ արթնացնում է պարզապես գարնանային հուշեր։ Հարգելի ընկերներ, լրիվ հանկարծակի ես տեսա Ուկրաինայի դեսպանատան ցուցանակը այստեղ, լրիվ հանկարծակի դիտավորյալ որևէ բան չկար։ Եվ կխնդրեմ հարգելի հետևորդներ ձեզ գրել մեկնաբանություններում, թե ինչ հուշեր են ձեզ մոտ արթնացնում կամ ասոցիացիաներ հաղթանակի զբոսայգին եւ առասարակ մոնումենտ կոչված պողոտան, ազատության պողոտան։ Ինձ կրկին անգամ շատ հետաքրքիր կլինի կարդալ։ Ասում ենք փողոցով։ Այսօր եղանակը բավականաչափ քամոտ է, սառնոտ, սակայն ոչ այնքան ձմեռային շունչ է, որքան գարնանային, բայց սառը քամին առկա է։ Արագ անցնենք ճանապարհը եւ մոտենում ենք քիչ-քիչ արդեն հաղթանակ զբոսայգուն։ Հարգելի ընկերներ, մի պատմություն պատմեմ ձեզ, երբ երեխա էի, նոր ենք եկել Մոսկվայից, ապրում էի այնտեղ 2 տարվա չափով եւ մոտարապես կլինեի արդեն 4-րդ դասարանի երեխա եւ ավագ եղբայրս, ունեմ 1 հարազատ եղբայր, սակայն մի քանի մորաքրոջս տղաներ եւ տղաներից մեկը մի անգամ ինձ խոստացավ, ասեց, որ կտանի մանումենտ, ես շատ ուրախացա, մի անգամ գնացինք, լավ զբոսնեցինք կարուսելներով եւ հաջորդ անգամ ես դա արեցի արդեն, պատկերացնում եք, լրիվ ինքնուրույն, ոտքով հենց այսպես ինչպես քայլում եմ հիմա, այդպես էլ հարգելի ընկերներ, քամի է, կարող է ձայնս վատ լսվել, ներողություն եմ խնդրում։ Ինչպես քայլում եմ հիմա, այդպես էլ քայլեցի այն ժամանակ եւ մտա հաղթանակ զբոսայգի, մի լավ ման եկա, մարդիկ զարմացել էին եւ բարեկամներս եւ որոշ ծանոթներ ում այդտեղ տեսա, թե ինչպես կարող է 4 դասարանի երեխան ինքնուրույն գալ մանումենտ եւ ես այն մանումենտ եմ միշտ կոչել հաղթանակ զբոսայգին եւ քայլել։ Ահա այսպիսի պատմություն, եթե դուք կկիսվեք ձեր պատմություններով, ես միայն կլինեմ ուրախ, կկարդամ, կպատասխանեմ անպայման։ Իհարկե այսօր հաղթանակ զբոսայգի ես չեմ մտնելու, քանի որ ոչ ունեմ այլևս հետաքրքրություն այդ ամենի հանդեպ, ոչ էլ առայժմ երեխաներ։ Մի օր կարող եմ եղբորս երեխաների հետ այցելել, նկարանում կատարել, կիսվել ձեզ այդ բլոգով։ Եթե կցանկանաք, գրեք մեկնաբանություններում կրկին անգամ, ստեղծենք այսպիսի շատ հետաքրքիր դիալոգ, ես եւ դուք, մեկնաբանության տեսքով։ Ինչ արած ավաղ YouTube-ը տալիս է մեզ միայն այդ հնարավորությունը եւ ուղիղ եթերով խոսելու հնարավորությունը։ Ուղիղ եթեր իհարկե կլինի, սակայն ոչ հիմա։ Հրաշալի Redison, այո, այսպես է կոչվում այս հյուրանոցը, անցնում ենք հյուրանոցի կողքով, սակայն առաջ ուներ այլ անվանում, ես չեմ ասի անվանումը։ Ազատության պողոտան արդեն այս հատվածից սկսած տեսնում եք, որ գրեթե միայն ես եմ, որևէ մեկը չկա այստեղ։
դպրոցի եւ վայնկոմատի կողմից հոսքը շատ էր, միջին ավելի ստույգ, սակայն այս կողմից սկսած, ինչպես նկատում եք, մարդ չկա, ես եւ իմ տեսախցիկն ենք, քայլում ենք միասին դեպի մի շատ հետաքրքիր արձան եւ կառույցներ, քայլելը կյանք է, կրկնում եմ, բազմիցս ասել եմ ձեզ այդ մասին, այնպես որ հորդորում եմ ձեզ եւս վերցնել տեսախցիկ, չհամաչել, չկոմպլեքսավորվել, դուրս գալ քայլելու, նկարանել, խոսելը բացում է մարդուն, ազատություն է տալիս, անգամ երբ մարդ խոսում է այսպես տեսախցիկի հետ եւ հետագայում նաեւ իհարկե իսվում ձեզ հետ այս ամենով։ Հիմա կանցնենք փողոցը եւ կմոտենանք Հանճարեղ արձանին։ Գելենկերներ անցնում ենք ետնանցումով դեպի մյուս մայթը։ Բավականին խնամված գետնանցում է հոտերի տեսակետից, պատերին գրվածների մասին ոչինչ չեմ ասի, դա կա ամենուր, բայց մյուս տեսակետներից ինքներդ հասկանում եք ինչի նկատի ունեմ, բավականին հարմար գետնանցում է, այստեղ շատ երկար ես չեմ եղել, միշտ անցել եմ փողոցի վրայով, սակայն այս անգամ ինձ հորդորեցին անցնել հենց գետնանցումով, չգիտեմ ինչու, ասացին, որ փողոցի վրայով այդ զեբրա կոչվածը չկա եւ պետք է անցնել գետնանցումով։ Հաղթանակ զբոսայգին մուտքով շատ զգուշ ենք լինում, մեքենաներին չկանգարենք։ Մեր հաջող սերունդը, այսպես ասած, ինչպես միշտ մտած է բջջային հեռախոսների մեջ, փողած իրական կյանքը, իրական հրաշալի կյանքը, այսպես կանվանեմ, պետք չի վիրտուալ աշխարհից, պետք է մաքսիմալ լինել հեռու։ Նամանավանդ հաջող տարիքում։ Մոտենում ենք այս հրաշալի հանգստի գոտուն, ապա տեսեք որքան գեղեցիկ է։ Հենց այս իմ ետևում գտնվող արձանի մասին ես այսօր կխոսեմ տեսանյութի տեսքով։ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան։ Այն կառուցվել է 1967 թվականին որպես Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված խորհրդանիշ։ Օբելիսկի ընդհանուր բարձրությունը կազմում է 65 մետր։ Ճարտարապետներն են Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը։ 65 մետրանոց վեր խոյացող օբելիսկի 50 մետրը քառանկյուն հիմքով սյան հիմնական ծավալն է, որը եւ ներկայացնում է 50-ամյակը խորհրդանշող թիվը։ Այն վերջնամասում ավարտվում է թեթևակի ընդգծված 3 կամարաձև ելուստներով։ Կոթողի այսպիսի ավարտը կիրառվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում եւ խորհրդանշել է արքայական թագը։ Հնում այսպիսի կոթողների վրա էին արվում բոլոր պետական արձանագրությունները։
Հաջորդ 15 մետր բարձրություն կազմող ոճավորված սոսին, որը մեծ մասամբ ընկալվում է որպես ցորենի հասկ, անցյալում պատմամշակութային նշանակություն է ունեցել և կենաց ծառ է խորհրդանշել։ Հետաքրքիր է, որ հուշարձանի համաչափական համակարգը բազմաթիվ նմանություններ ունի հայ միջնադարյան ճարտարապետության մեջ հայտնի գավազան սյուների հետ։ Հուշարձանը կառուցված է բազալտ տեսակի նյութից, սյան նիստերի եզրերին ներգծված են 4 մետր տրամագծով հավերժության նշաններ։ Հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի տողերը, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ։ Քամին չի դադարում, այս 2 օրը լավ քամոտ է։ Հարգելի ընկերներ, ես հիշում եմ այս տարածքում, երբ դեռ նկարիչ էի աշխատում, այսպես ասած, նկարանումներ էի կատարում, ֆոտոսեսիաներ, իմ լավ ընկերուհիներից մեկն էր խնդրել, նրան ես այստեղ նկարել եմ։ Բնականաբար ֆոտոները չեմ ցուցադրի, քանի որ դա իր հեղինակային իրավունքն է, սակայն նկարողը եղել եմ ես, բայց դա որևէ բան չի նշանակում։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել այս հրաշալի տեսարանը։ Քամին արդեն դադարեց այս հատվածում, տեսեք ես որտեղ եմ գտնվում, այս երկար ճանապարհի վրա գեղեցիկ ծառերով ուղղորդվող, տեսեք բոլոր կողմերից շատ գեղեցիկ, միատիպ, ժամանակին տնկված ծառեր են, որոնք արդեն մեծացել, հասունացել են տարիների ընթացքում, եւ այս կողմից եւս, տեսեք, 2 կողմից ծառերով փակված այս հրաշալի ճանապարհով գնում ենք դեպի Կոմիտաս, սիրելի Կոմիտաս, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ։ Ծնվելի նկատի ունեմ իմ մանկությունը անցել է այդտեղ եւ շարունակում է անցնել այդտեղ։ Ախ, ինչպես են բուրում այս ծաղիկները, երբ ինչ-որ բան անում ես ի սրտե, ավարտը միշտ լինում է լավը եւ բարեկեցիկ, դա պետք է հիշեք, դա փաստ է։ Բավականին երկար քայլեցինք այսօր, ոտքով իջանք դեպի մոնումենտի արձանը, ոչ թե հաղթանակ զբոսայգու արձանը, այլ մոնումենտի արձանը, տարբեր ազատության պողոտայի արձանը։ Եվ ոտքով բարձրանում ենք նույնպես դեպի Կոմիտաս։ Ես հիմա կդիտեմ հատուկ ծրագրով, թե որքան եմ քայլել եւ արդեն ամենավերջում, երբ հասնենք մեր կանգառին, ձեզ կներկայացնեմ, թե քանի կիլոմետր եմ ձեզ հետ միասին այսօր քայլել։ Տեսեք այս ամայի թողնված տարածքը, որը կարող է լինել, իհարկե, մի շատ գեղեցիկ փոքրիկ այգի, ինչ-որ գեղեցիկ խաղահրապարական նմանատիպ ինչ-որ վայր, սակայն անտեսվում է դեռևս, ոչինչ չի ծաղկել եւ հիմա շատ լավ է երևում այս կոպիտ արտահայտված աղքատությունը, անշուքությունը, ծաղկելուց այդքան էլ արդեն ծաղկած ժամանակ շատ չի երևա։ Դուք տեսնում եք, որ իմ ետևում լաբրադոր տեսակի շունիկը զբոսնում է տիրոջ հետ։ Լաբրադորը դա իմ ամենասիրելի շան տեսակն է, ցեղատեսակն է։
Ավակ եղբայրս անդադ հորդորում է առաջարկում է գնել, որպեսզի ես պահեմ այդ շունիկին, մեծացնեմ, խնամեմ, ինձ համար գնել եւ մեր տան համար առասարակ ես անդադ հրաժարվում եմ եւ հիմա հարցնում եմ ձեր կարծիքը, արդյոք գնեմ թե ոչ, արդյոք խնդրեմ, որ եղբայրս գնի թե ոչ եւ արդյոք ձեզ դուր կգա տեսնել ինձ արդեն ամեն օր շան հետ զբոսնելիս, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ։ Ինչ լավ է, որ այս փոքր փողոցներում արդեն արագանցնենք, արդեն դրվել են լուսամփոփներ եւ մարդիկ կարող են հանգիստ անցնել, քանի որ կային ժամանակներ, երբ դրանք չկային եւ մեքենաները պետք է զիջեին մեզ փողոցը անցնելուց, հասկանում եք, չէ՞, ինքներդ ինչ է դա նշանակում եւ այդ տեսակետից շատ լավ է, որ արդեն կա շատ վաղուց կա, բայց առաջ կային փողոցներ, որ չկար։ Կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ես արդեն բավականին հոգնեցի քայլելուց, քանի որ մեկ բան է դիքով իջնել դեպի ներքև, մեկ այլ բան է դիքով բարձրանալ դեպի վերև, երրակի անգամ ավել ուժ է պետք, դրա համար էներգիա։ Հարգելի ընկերներ, դուք տեսաք երկաթից կապված հասկի ցեղատեսակի շանը, չգիտեմ անկեղծ տերը մտել էր խանութ, դրա համար էր կապել, թե նրան թողել են հենց այդպես բախտի քմաճույքին, քանի որ երկրորդ տարբերակը հիմա շատ տարածված է եւ շատ ցավալի է, որ դա փաստ է։ Չեմ կարող հասկանամ ոնց կարելի է շուն ձեռք բերել, փոքրուց մեծացնել եւ մի օր կապել ինչ-որ տեղից կամ բաց թողել, որ փորի։ Դա անել դիտավորյալ։ Ինչ մտածելակերպ պետք է ունենա մարդը, որ գնա նման քայլի։ Չեմ կարող հասկանալ անկեղծ։ Եվ երկրորդ բանը, որը չեմ կարողանում հասկանալ, դա այն է, որ ես նոր մտա խանութ, մի երկու բան գնացի, տեսեք ջուր է այստեղ եւ քաղցրավենիք, հարցրեցի կարելի արդյոք նկար անել թե ոչ, ասացին ոչ։ Եթե որևէ մեկը գիտի, թե որն է պատճառը, որ չի թույլատրվում Հայաստանում նկարը անում կատարել սուպերմարկետներում, այն էլ մենք ոչ ենք նկարում մթերքը կամ ինչ-որ բան, մենք մեզ ենք նկարում ինչ-որ բան գնելիս։ Եվ եթե մեկը գիտի, թե ինչու չի կարելի, խնդրում եմ նույնպես գրեք մեկնաբանություններում պատճառը։ Այսպես մտա ևս մեկ խանութ, գնացի թթվասեր, տեսեք, եւ այս խանութում ևս ինչպես սպասելի էր, բավականին վախեցած հայացքով ինձ դիմավորեցին, երբ ես հարցրեցի արդյոք կարելի է նկար անել, ինքս ինձ եմ ասացի նկարում, ոչ թե ձեզ կամ ձեր խանութը, միանգամից վախեցած, անհասկանալի կիսատ լսելով հերքվեց այդ ամենը, չթույլատրվեց, անկեղծ չեմ հասկանում ինչ է կատարվում մարդկանց ուղեղում եւ ինչն է պատճառը, որ չի թույլատրվում կատարել նկարահանում։ Անկեղծ, եթե գիտեք գրեք, խնդրում եմ։
Մենք արդեն հասանք Լամբադա մոստի մոտ։ Չենք մոռանում, որ ամենավերջում ես ցուցադրելու եմ, սկրինշոթ եմ անելու եւ ցուցադրելու եմ ձեզ մեր այսօրվա քայլած ճանապարհի տևողությունը եւ երկարությունը։ Բավականին սառնոտ է դրսում։ Ես էլ քրտնած, երևի թե գլխարկ դնեմ հիմա եւ կմիանամ ձեզ։ Տեսեք թե ուր ենք հասել, հարգելի ընկերներ, մեզ ծանոթ սիրելի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ ենք արդեն։ Մոտենում ենք Կոմիտասի պողոտային։ Եկեղեցու դիմացի մայթի վրա ինքներդ գիտեք ինչ է տեղադրված։ Ես այն չեմ նկարանի բնականաբար, քանի որ կարող են առնչանալ նույնիսկ պրետենզիաներ, հարցեր, խնդիրներ իմ հանդեպ, եթե նկատեն, քանի որ սա քիչ թե շատ այս շենքը համարվում է ռազմավարական տարածք։ Իսկ ինչպես գիտենք, այդ տարածքները նկարանելը խստիվ արգելվում է եւ ես դրան լիովին կողմ եմ։ Հարգելի ընկերներ, այս անգամ Ռայկոմի կողմով են գնալու դեպի տուն։ Կցուցադրեմ ձեզ նաև այդ ճանապարհը, բավականին հետաքրքիր է, հագեցած մարդկանցով, թեթև, բազում հետաքրքիր խանութներով։ Ես կարծում եմ, որ մեր տամոտի հարազատ խանութներում ինձ այդուհանդերձ թույլատրեն նկարանում անել, ինչով եւ կկիսվեմ ձեզ հետ։ Իմ ալիքում լինելու են վլոգեր, երբ ես նկարանում եմ կատարելու եւ ցուցադրելու եմ այն ցուցակը եւ այն գումարը, որը ծախսել եմ եւ ծախսում եմ գնումներ կատարելու համար, անպայման լինելու են։ Սակայն առայժմ ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է պատճառը, որ ինձ պարզապես թույլ չի տրվում եւ վերջ նկարանում կատարել որևէ սուպերմարկետում։ Հարգելի ընկերներ, ինձ հաճախակ են հարցնում, թե որն է Բաբլոյան մանկական հիվանդանոցը, որը գտնվում է հենց այստեղ, տեսեք, հենց սա է այդ հիվանդանոցը։ Մամիկոնյանցի վրա, Ռայկոմից արդեն ցուցադրեցի ինչպես պետք է մտնեք Շահ Սուվարյան փողոցի մոտակայքում հենց մեր տան կողքին է։ Իհարկե երբեք որևէ մեկին չեմ ցանկանա առնչվել հիվանդանոցի հետ, առավել ևս երբ խոսքը փոքրիկ նորածին երեխաների մասին է, առողջություն եմ աղբում յուրաքանչյուր երեխայի, ընտանիքի, ծնողի։ Ցանկանում եմ, որ մենք լինենք միշտ առողջ, ամուր եւ ամենակարևորը հիմնավորված ժպիտով։ Այսօրվա վլոգը կարծում եմ ստացվեց շատ հետաքրքիր։ Ինձ այստեղ բոլորը արդեն ճանաչում են, սակայն բոլորը չէ որ գիտեն, որ վլոգեր եմ դարձել, այնպես որ տեսախցիկը շտացիվը կարող է նրանց մոտ առաջացնել զարմանք։ Ժամը 14:10-ի դրությամբ մենք քայլել ենք 6810 քայլով, կատարել ենք 6810 քայլ։
ինչը մոտավորապես 7 կիլոմետր է կարծեմ 6-ից 7 հիանալի արդյունք կնպաստի սրտի լավ աշխատանքին անոթներին եւ այլն քայլը կյանք է ասել եմ 1000 անգամ կրկնում եմ նորից այսօր էլ այսքան է հարգելի ընկերներ եթե վլոգը ձեզ դուր եկավ սեղմում եք լայք բաժանորդագրվում եք իմ ալիքին, սեղմում եք զանգակին, եթե ունեք որևէ առարկություններ, այն հարցով, ինչը ձեզ դուր չեկավ վլոգի շրջանակներում, գրում եք մեկնաբանություններում։ Ձեզ այդ խաչիկն էլ դեռ կհանդիպենք։